Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են հարվածները Իրանի բնակավայրերին։ Ցահալը հայտարարել է Թեհրանում լայնածավալ հարվածների ալիքի մեկնարկի մասին, նշելով, որ թիրախավորել են այդ թվում Իրանի կառավարական թաղամասը, նախագահական նստավայրը, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքը, այլ կառույցներ եւ ռազմական օբյեկտներ։ Ամերիկյան կողմը տեղեկացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերի, հոբ համակարգերի, հրթիռների եւ ԱԹՍ-ների արձակման կայանքների եւ ռազմական օդանավակայանների ոչնչացման մասին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների հարված է հասցվել Իրանի պետական հեռուստարադիոընկերության շենքին եւ Ղոմում փորձագետների խորհրդի գրասենյակին, որը հավաքվել էր նոր գերագույն առաջնորդ ընտրելու համար։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաեւ հայտարարել է, որ 3 օր առաջ Իրանն Օմանի ծոցում 11 նավ ուներ, իսկ այժմ դրանք ոչնչացվել են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ հաստատել է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին հարվածները, որը մեծապես ավերվել էր անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ։ Գործակալությունը վերլուծել է արբանյակային պատկերները եւ պարզել, որ վնասվել են ուրանի հարստացման գործարանի ստորգետնյա մուտքի մոտ գտնվող շենքերը։ AMG-ի գնահատմամբ ճառագայթման սպառնալիք չկա։ Կարմիր մահիկի տվյալով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն արդեն գերազանցում է 780-ը, որից 176-ը երեխաներ։ Վիրավորների թիվը հասնում է 1000-ի։ Ընդհանուր առմամբ ավերածություններ են գրանցվել Իսլամական Հանրապետության 153 բնակավայրում։ Ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 6-ի։ Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել նաև Բեյրութին, ըստ իսրայելական կողմի թիրախում է հայտնվել Հեզբոլահի 160 օբյեկտ, կան զոհեր, իսրայելական ուժերը դիրքային առաջխաղացում ունեն։ Ցահալը Լիբանանի հարավում գտնվող 80 բնակավայրի բնակիչներին հորդորել է տարհանվել։ Հանրապետության առողջապահության նախարարության տվյալով իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 40 մարդ, 240-ը վիրավորվել է։ Բենյամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ ինտենսիվացնելու են Հեզբոլահին հարվածները։ Լիբանանից էլ ԱԹՍ-ներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, հրեական պետության հյուսիսում ռազմաբազա է թիրախավորվել։ Իսրայելի ուղղությամբ արձակումներ են գրանցվել նաև Իրանից, հաղորդվում է ավերածությունների եւ տուժածների մասին։ Կրկին թիրախավորվել են տարածաշրջանի երկրներում տարբեր օբյեկտներ, պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազան, Արևմտյան ափը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը։ Դրան ընդառաջ Միացյալ Նահանգները հայտարարել էր Բահրեյնում, Իրաքում եւ Հորդանանում իր ներկայացուցիչներին տարհանելու մասին։ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատան շենքում հրդեհ է բռնկվել։ Քուվեյթում Վաշինգտոնի դեսպանատունը ժամանակավորապես փակվում է։ Նաեւ տեղեկություններ կան, որ իրանական հարվածների հետևանքով Քուվեյթում վիրավորվել է շուրջ 30 զինվորական, կան զոհեր։ Երկրի ՊՆ տվյալով հակամարտության մեկնարկից ի վեր ոչնչացրել են Իրանից արձակված ավելի քան 380 ԱԹՍ եւ 180 հրթիռ։ ԱԹՍ-ներ են ոչնչացվել Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իրանական ուժերը հարվածել են նաեւ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի, պայթյուններ են որոտացել Սիրիայում, այդ թվում Դամասկոսում։ Օմանում զոհերի թիվը հասել է 3-ի, 68-ը վիրավորվել է։ Երկրի տարածքում նավթի պահեստ եւ նավահանգիստներ են հարձակման ենթարկվել։ Թեհրանը հերքել է այդ հարվածների ներգրավվածությունը։ Կատարում էլ կրկին ամերիկյան ռազմաբազա է թիրախավորվել։ Դոհայից հայտնում են, որ վերջին օրերին երկրի ուղղությամբ արձակվել է 104 թևավոր եւ բալիստիկ հրթիռ, մի քանի տասնյակ ԱԹՍ։ Լուրեր են շրջանառվում, որ անօդաչուն հարվածել է Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան միացնող Ֆահդ թագավորի կամրջին։ Պայթյուններ են լսվել Էրբիլում, որտեղ ամերիկյան ուժեր են տեղակայված։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, նախազգուշացրել կթիրախավորեն ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով։ Կշարունակեն հարվածել նավթային օբյեկտներին, թույլ չտալու, որ նույնիսկ մի կաթիլ նավթ դուրս գա տարածաշրջանից։ Թեհրանից նաև տեղեկացրել են սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն արգելելու մասին։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, այնինչ տեղի է ունենում հիմա պատերազմ է Իրանի եւ ԱՄՆ-ի, այլ ոչ տարածաշրջանային երկրների միջև։ Թեհրանը չի ցանկանում կռվել տարածաշրջանի հետ, բացառությամբ Իսրայելի, սակայն ցավոք տարբեր վայրերում ամերիկյան բազաներ կան եւ մենք ստիպված ենք դրանց հարվածել։ Տարածաշրջանի երկրների հյուրանոցները, որտեղ բնակվում են ամերիկացի զինվորականներ, նույնպես օրինական թիրախներ են։ Իրանի ԱԳՆ-ից հավատացրել են, պատրաստ են երկարաժամկետ պաշտպանության։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային եւ ծովային ուժերը եւ երկրի ղեկավարությունը ոչնչացված են։ ԱՄՆ նախագահը Truth Social էջում գրել է, որ Թեհրանը ցանկանում է երկխոսել, սակայն ես ասել եմ, որ արդեն ուշ է, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նախազգուշացրել է, Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին։ Մեծ ալիքը դեռ առջևում է եւ կլինի շատ շուտով։
Մենք սկսեցինք պատերազմը, քանի որ Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Սա մեր վերջին եւ լավագույն հնարավորությունն էր հարվածելու համար։ Իրանը արդեն այնպիսի հրթիռներ ուներ, որոնք կարող էին հասնել Եվրոպա եւ շուտով կունենար նաեւ Ամերիկա հասնող հրթիռներ։ Մեր նպատակները հստակ են՝ ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը եւ նավատորմը, ապահովել, որ ահաբեկչության հովանավոր Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի եւ չաջակցի ահաբեկիչներին իր սահմաններից դուրս։ Ի սկզբանե կանխատեսում էինք, որ պատերազմը կտևի 4-ից 5 շաբաթ, բայց մենք շատ ավելի երկար պայքարելու կարողություններ ունենք։ Դոնալդ Թրամփը նաև չի բացառել Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի։ Նա հավատացրել է, որ Միացյալ Նահանգներն անսպառ միջոցներ ունի եւ կարող է անվերջ պատերազմել։ Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է պետքարտուղարությունը։ Ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Մենք նպատակներ ունենք եւ կշարունակենք այնքան, որքան անհրաժեշտ է դրանց հասնելու համար։ Դրա համար ցամաքային ուժեր պետք չեն։ Այս պահին նման մտադրություն չունենք, սակայն նախագահը իրավունք ունի նման որոշում կայացնելու։ Հուսով ենք, որ Իրանի ժողովուրդը կկարողանա տապալել այս կառավարությունը եւ նոր ապագա կառուցել, սակայն այս պահին մեր ուշադրության կենտրոնում են նրանց բալիստիկ հրթիռների արձակման կայանքները, հրթիռների արտադրության հնարավորությունները, ԱԹՍ-ները։ Ինչ վերաբերում է լուրերին, թե Թեհրանը եւ Վաշինգտոնը բանակցում են, այս պահին բանակցային որևէ գործընթաց չկա։ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ երկար տարիներ փորձել է համոզել ամերիկյան իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել։ Մռնչացող առյուծ գործողության նպատակն է կանխել Իսրայելին, Ամերիկային եւ ամբողջ աշխարհին սպառնացող վտանգը։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մեծ ընկերոջը եւ համաշխարհային առաջնորդ Դոնալդ Թրամփին, որ միացավ մեզ եւ աշխարհը փրկելու այս կարևոր առաքելությանը։ Իրանը տարիներ շարունակ ասում էր՝ մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Օրինակ Հյուսիսային Կորեան էլ միջուկային զենք ունի, բայց չի ասում մահ Ամերիկային կամ Իսրայելին։ Բայց սա անվերջ պատերազմ չի լինի եւ չի տևի տարիներ։ Այժմ Իրանի ժողովրդից է կախված այնտեղ իշխանափոխությունը։ Մենք պայմաններ ենք ստեղծում, որ նրանք դա անեն։ Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ շարունակվող հրթիռակոծությունների ֆոնին երկրում ցույցեր են։ Քաղաքացիներն աջակցություն են հայտնում իշխանություններին եւ դատապարտում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները։ Տեղեկություններ կան, որ կազմակերպվում են նաեւ հակակառավարական ակցիաներ, սակայն ինտերնետ կապի սահմանափակ լինելու պատճառով դրանց մասշտաբներն անհնար է գնահատել։ Իրանի շուրջ զարգացումները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում ԱՄՆ բազաներին իրանական հարվածները մեծացնում են տարածաշրջանային լայնածավալ հակամարտության եւ աշխարհում տնտեսական անկայունության ռիսկերը։ Մոսկվայից նշել են, որ ջանքեր են գործադրում դեէսկալացիայի ուղղությամբ։ Կրեմլի խոսնակը հավելել է, դեռ նշաններ չկան, որ Վաշինգտոնը դուրս կգա ռուս-ուկրաինական բանակցային գործընթացից։ Թեև հասկանում ենք, որ այժմ Միացյալ Նահանգների գործերը շատացել են, հավելել է Դմիտրի Պեսկովը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցում է Միացյալ Նահանգների գործողություններին, սակայն Մարկ Ռյուտեի խոսքով դաշինքը չի ներգրավվի հակամարտությանը։ Զուգահեռ Թեհրանը կոչ է արել Եվրամիությանը ձեռնպահ մնալ Իրանի դեմ գործողություններին մասնակցությունից, նախազգուշացնելով նման քայլը կհամարեն Իրանի դեմ ուղղված պատերազմական ակտ։ Համաշխարհային անկայունության ֆոնին Ֆրանսիան էլ հայտարարել է միջուկային զինանոցն ընդլայնելու մասին։ Նաև Էմանուել Մակրոնը նշել է, որ Փարիզն այլևս մանրամասներ չի հայտնելու դրա կազմի վերաբերյալ։ Դիանա Գասպարյան, լուրեր։